ՔՊԱ-ական պատգամավորի մայրը աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել։ Երեկույթ երեկոյան համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Կարգախոսով ակցիայի մասնակիցներն ու մի կին վիճում են, վիրավորանքներ փոխանակում։ Փողերը նկարի, հա, որ ինչքան փող այս կաշառ վերցրել։ Այ ողոն մելիսով ասներ։ 10 միլիոն է։ Ջան ասենք փողերը։ Ես արի տանքե։ Նմանները քայքայ։ Արի քեզ տանքե։ Կինը ինչպես ավելի ուշ պարզվեց, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրն է, իսկ ակցիա իրականացնողները Բագրատ arczepiskopos Գալստանյանի աջակիցները։ 70 անձի մորը շրջափակելով ու Ալեքսանյանը պնդում է, թե մորն առաջարկել են միանալ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Մայրն էլ բացատրել է, թե դա մեջբերեմ հիմարություն է, որին ի պատասխան շրջապատել վիրավորել են նրան։ Սրբազան պայքարի աջակիցները հակադարձում են, Ալեքսանյանի մայրն է սադրել իրավիճակը, փորձելով խոչընդոտել իրենց խաղաղ ակցիան։ Ես Քոչարյանի բարբասtel եմ, Սերժիել, Նիկոլիների հեղափոխությանը մասնակցել եմ։ Այո, Քոչարյանն է գլուխը բարձրացել։ Այո, Քոչարյանն է գլուխը բարձրացել, ուրիշն էլ բարձր է։ Արհայրան։ Սրան հաջորդեց եւս մի տեսանյութ, նույն անձանց մասնակցությամբ, բայց արդեն երեկոյան ժամի։ Դեպքի վայրում կրկին իշխանական պատգամավորի մայրն է։ Ողոններիններ։ Ցույց տուր լավ։ Ալեքսանյանի մայրն է։ Ես շատ բան եմ։ Եկել արդեն իմացա։ Վահագն Ալեքսանյանի մայրը սադրում է չեմ վստահում ակցիայի մասնակիցներին։ Էնի չերա խոսում։ Դե լեսեն անդիմադիր լրագրողներ։ Այ համաշխարհային լրբեր։ Թե ինչպես է Ալեքսանյանի մայրը ցերեկվա միջադեպից հետո երեկոյան կրկին հայտնվել, նույն վայրում հայտնի չէ։ Կադրերից միայն երևում է, որ եթե ցերեկը ակցիայի մասնակիցներն էին տիկնոջը նկարում, այս անգամ ինքն էլ է փորձում դա անել։ Ես եկա լիք գտարի։ Ես եկա Շեփա դու ես։ Բարել է կապավոր է։ Այս միջադեպից առաջ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարը հենց Թաղապետարանի շենքում իր մի խումբ թիմակիցների հետ ծեծել էր ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Հասարակական քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը այդ ֆոնին պատահական չի համարում Վահագն Ալեքսանյանի մոր նույն վայրում երկրորդ անգամ հայտնվելու փաստը։ Ինչպես բոլոր մնացած դեպքերում, որ իրենք շատ խայտառակ պատմությունների մեջ են ընկել, ինչպես մասիվի դեպքներ, մասիվի Թաղապետարանի դեպքներ, իրանք կրիզիս մենեջմենտ անելու համար, ճգնաժամը կառավարելու համար փորձել են ստեղծել վիճակ, որում հավասարության նշան կլինի, այսինքն որ դե բան, դե դուք մերոնց խփեցիք, չէ, ախր եկեք ձեռի տանք անցնի գնա առաջ։ Իրանք այս ուղղությամբ միշտ աշխատել են, կա բազմաթիվ օրինակներ, կա Սոնա Մնացականյանի վրայովցի զոհ դառնալուց հետո իրանց արած կեղտոտագույն պրոպագանդայի օրինակը։ Նահապետյանը հիշեցնում է, սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչների հարազատները իրենց քաղաքական դիրքորոշման պատճառով աղմկոտ պատմության մեջ են հայտնվում։ Ասում է, եթե ՔՊԱ-ականներին սա իրականում դուր չի գալիս, թող իրենց հարազատներին քաղաքականությունից հեռու պահեն։ Եթե ընտանիքի անդամը համատեղությամբ նաև քաղաքացիական ակտիվիստ է, այդ մարդը դադարում է լինել ընտանիքի անդամի առաջնային կարգավիճակով, այդ մարդը դառնում է նախ եւ առաջ քաղաքացիական ակտոր, որը բնականաբար իր վրա կրում է քաղաքական դաշտի թունավորության բոլոր հետևանքները։ Երեկվանից իշխանական տարբեր պաշտոնյաներ են անդրադառնում այդ դեպքին։ Ազգային ժողովի նախագահն է դատապարտել տեղի ունեցածը, պնդելով, թե դրանով իշխանություններին հեռացնելու հերթական գործընթացին վերջակետ դրվեց։ Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի։ Հենց անցար դու ոչնչանում ես, առավել եւս, երբ դու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե քաղաքական, թե բարոյական իմաստով։ Երեկ գիշեր էլ Վահագն Ալեքսանյանի բնակության վայրի հարակից տարածքում պաստառներ են փակցվել տարբեր գրառումներով։ Լուսանկարները հրապարակված են Սրբազան պայքարի տելեգրամյան էջում։ Իշխանական պատգամավորը պնդում է, իրենց դռան դիմաց նաև սատկած մուկ են թողել։ Միքայել Նահապետյանի գնահատմամբ երկրում ստեղծված այս մթնոլորտի համար հենց իշխանությունն է պատասխանատու, որն անհետևանք է թողնում պետական հիմնարկում քաղաքացու ծեծը։ Պետությունը չի կարելի լինի ամենառադիկալը եւ պետական իշխանության բարմինները եւ դրա քաղաքական ինստիտուտները, կուսակցությունները, բաները չեն կարելի լինի ամենառադիկալը։ Միշտ հասարակության մեջ
կան մարդիկ, ովքեր հույզերի եւ մտքերի կառավարման հետ բավականին լուրջ խնդիրներ ունեն, որոնք միշտ հակված են, ասենք, չգիտեմ, զինված խումբ սարքեն, գնան մեկին սպանեն եւ այլ հրապարակում ինչ որ մեկին կախեն։ Երբ որ պետությունը ցույց է տալիս, որ դա հարցերը լուծելու լավ մեխանիզմ է, վստահաբար ինքը հետո չի կհանալու մրցի դրա հետ։ Իրավապահ մարմիններին դիմելը եւ նրանց հետ համագործակցելը պետքա դառնա հանրային հարաբերությունների կարևոր բաղադրիչ։ Իշխանական падգամավոր Վահագն Ալեքսանյանը քաղաքական ընդդիմախոսներին զգուշացնում է, պատասխան են տալու թե իր մոր հետ տեղի ունեցածի, թե իր լուսանկարներով ակցիայի համար։ Իրավապահներին դիմելու մասին նրա գրառումներում խոսք չկա։ Ես վստահեցնում եմ, դուք դրա քաղաքական պատասխանը ստանալու